Բարև ձեզ Պարոն Սիրալյան, շնորհակալ եմ իմ հրավերին եւ ընդունեցիք այն։ Բերձորը եւ Ամամնոն հանձնվում են։ Հայկ Խանոմյանը այդտեղ դաշտերին հայտնել է։ Մինչև օգոստոսի 25-ը լքել դները։ Ամենակարևորը հանկարծ չվարել, չվնասել գույքը, այլապես իրենք փոխհատուցում չեն ստանա պետությունից։ Եվ այլևս իրողություն է այս ամենը։ Խնդրեմ ձեր դիտարկումները համեցեք։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն ես ուզում եմ մինչև Բերձորի Աղավնոյի հանձնման մասին խոսելը շատ համառոտ ասել, թե ինչ նախորդեց Հայկ Խանոմյանի տարածքային կառավարման նախարարի հանդիպմանը։ Ուրեմն օգոստոսի 1-ից 3-ը Ադրբեջանի օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները հարձակում են գործել Արցախի հանրապետության վրա ամենատարբեր ուղղություններով եւ պատճառել Արցախի հանրապետության պաշտպանության բանակին ցավալիորեն մարդկային կորուստներ։ Մենք ունեցանք 2 զոհ եւ 19 վիրավորներ։ Ուրեմն դա տեղի ունեցավ օգոստոսի 1-ից 3-ը։ Իդեպ ասեմ, որ ես այդ օրերին գտնվել եմ Արցախում, մոտավորապես 10 օր, 1-2 օր առաջ եմ վերադարձել։ Ես հիմա նաև կանադառնամ իմ Արցախում գտնվելու ընթացքում մարդկանց հետ ունեցած զրույցների կամ ընդհանուր այսպես համապատկերը։ Եվ ամսի 5-ին Խանոմյան Հայկը, Արցախի տարածքային կառավարման նախարարը, ուրեմն այցելում է Աղավնո եւ հանդիպում բնակչության հետ եւ նրանց ուրեմն հորդորում լքել բնակավայրերը, քանի որ օկուպանտ Ադրբեջանի կողմից պահանջ է ներկայացվել այդ 3 բնակավայրերի, մասնավորապես Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի, որովհետեւ ուրեմն այդ տարածքները անցնեն իրենց իրավազորության ներքո։ Հիմա սա ինչ է նշանակում։ Սա ուրեմն նշանակում է այսպիսով, որ օկուպանտ Ադրբեջանը ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով նոր օրակարգ է թելադրում Արցախին։ Տեսեք, Ադրբեջանը այսպիսի քայլերով փաստորեն գնում է ենթադրյալ ճակերտավոր խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նիկոլ Փաշինյանն էլ համառորեն գնում է դեպի խաղաղության պայմանագրի ստորագրմանը Ադրբեջանի հետ։ Այսինքն այս քայլերին փաստորեն հաջորդելու է մի փուլ, մի պա, երբ որ փաստորեն Նիկոլ Փաշինյանը պետք է գնա եւ օկուպանտ Ադրբեջանի հետ ստորագրի խաղաղության պայմանագիր։ Ես հիմա որքան էլ որ ավելի կարևոր եմ համարում, ուզում եմ այս առնչությամբ ասել հետեւյալը։ Խաղաղության պայմանագիր կոչվածի։ Նիկոլ Փաշինյանը, օկուպանտ Ադրբեջանի ղեկավարությունը եւ նաեւ, որ ավելի շատ եմ կարևորում, Հայաստանի հաջորդ վարչակազմը, ով էլ որ կլինի, նրանք պետք է շատ լավ իմանան հետեւյալը։ Ուրեմն գոյություն ունի 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննայում ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիա, որը վերաբերվում է միջազգային պայմանագրերի իրավունքի մասին։ Ուրեմն այդ կոնվենցիայի 52-րդ հոդվածն ասում է հետեւյալը. պայմանագիրը համարվում է առ ոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, օկուպանտ Ադրբեջանը ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի կիրառմամբ որոշակի իր համար ուրեմն իր արժե դրված խնդիրներն է լուծում եւ բերելու է հանգեցնի մի այսպես փուլի մի կետի, որով փաստորեն փորձելու են խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ։ Ինչին դժբախտաբար Նիկոլ Փաշինյանը մեծ պատրաստակամությամբ այսպես պատրաստ է։ Բայց ես կրկնում եմ, հիշեք բոլորդ այս կոնվենցիայի այս դրույթի մասին։ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչակազմը բոլոր իրավունքները ունի վկայակոչելու այս փաստաթղթի, կրկնում եմ, ՄԱԿ-ի կոնվենցիան, Վիեննայի կոնվենցիան, եւ հայտարարելու, որ այդ խաղաղության կոչված պայմանագիրը, որ ապագայում հնարավոր է որ ստորագրվի, դա Հայաստանի Հանրապետության համար լինելու է առ ոչինչ։ Ես ուզում եմ Բերձորի Աղավնոյի եւ Սուսի այս ցավալի, այսպես հանձնման հետ կապված հարցի մասին խոսել նաեւ երրակողմ հայտարարության տրամաբանության լույսի ներքո։ Ուրեմն ես միանգամից ասեմ, որ այդ հայտարարության մեջ Բերձորը, Աղավնոն կամ ուրեմն Սուսը, ներքին Սուսը, Քաշաթաղի շրջանի հանձնելու մասին որևէ խոսք չկա։
Ոչ թե որևէ նախադասություն չկա, այլ որևէ բառ անգամ չկա նշված։ Եվ սա բավարար է արդեն, որ Արցախի հանրապետության իշխանությունը ուղղակի պնդի նրա վրա, որ ինքը չի հանձնելու այդ տարածքները։ Ուրեմն ինչ է ասվում Երակոմ հայտարարության մեջ այս հարցերի վերաբերյալ։ Երակոմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերությունում մասնավորապես ասվում է, մեջբերում եմ. կողմերի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջև կապը ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի Միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար։ Մեջբերման ավարտը։ Ուրեմն այստեղ ես բարձաբանման անհրաժեշտություն եմ տեսնում։ Նախ առաջին, ովքեր են կողմերը։ 2022 թվականի օգոստոսի 8-ին, օգոստոսի ներողություն 4-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսելով այս հարցի մասին ասաց, որ կողմերը դրանք Հայաստանն է, Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Ես հայտարարում եմ եւ պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ասել։ Երակոմ հայտարարությամբ կողմեր են համարվում Հայաստանը եւ Ադրբեջանը։ Ռուսաստանը Երակոմ հայտարարության կողմ չէ։ Հետևաբար, կողմերի համաձայնություն ասելով այս պարբերության իմաստով, տրամաբանությամբ, դա նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետք է ձեռք բերված լիներ համաձայնություն երթուղու կառուցման նախագծի վերաբերյալ։ Հիմա հարց է առաջանում. արդյոք օկուպանտ Ադրբեջանը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի հետ։ Նիկոլ Փաշինյանը այդ նույն օրը, այդ նույն կառավարության նիստում հայտարարեց, որ մեզ չեն դիմել, մենք որևէ համաձայնություն չենք տվել եւ այլն։ Հիմա հարց. եթե համաձայնություն չեք տվել, եթե չեն դիմել, ապա ինչպես է օկուպանտ Ադրբեջանը իր հայեցողությամբ, իր մասով կառուցել ճանապարհը, եթե դա համաձայնեցված չէ։ Ինչպես։ Հաջորդը, ինչպես է լուծվելու ընդհանրապես կոմունիկացիաների հարցը։ Խոսքս վերաբերվում է գազամուղին, էլեկտրահաղորդման գծերին, հեռախոսագծերին, ինտերնետ կապին եւ այլն, որ Հայաստանի Հանրապետությունից գնում է դեպի Արցախի Հանրապետություն։ Ինչպես։ Այս հարցերը արդյոք դարձրել են քննարկման առարկա Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, թե ոչ։ Ես հաշվի առնելով օկուպանտ Ադրբեջանի հակահայ, հայատյաց, ֆաշիստական տրամադրվածությունը, որը իրականացվում է պետական, այսպես մակարդակով հանդեպ Հայաստանի, հանդեպ Արցախի Հանրապետության քաղաքացիների, ես վստահաբար պնդում եմ, որ եթե այդ կոմունիկացիաներից որոշ մասը մնաց Ադրբեջանի վերահսկողության ներքո, ապա անպայմանորեն, անխուսափելիորեն այդ կոմունիկացիաների բնականon աշխատանքի խաթարումներ լինելու են Ադրբեջանի կողմից։ Օրինակ, պայթեցվելու է գազամուղը ձմռան ամենացուրտ ժամանակահատվածում, ինչպես որ մի այդպիսի դեպք եղավ մարտ ամսին։ Անջատվելու են էլեկտրահաղորդման գծերը, շարքից դուրս են բերվելու ինտերնետ կապը, եւ Արցախահայությունը ամբողջությամբ հայտնվելու է արտաքին աշխարհից մեկուսացված վիճակում։ Քննարկվել են արդյոք այս հնարավորությունները, որ կարող են լինել այսպիսի տարբերակներ, այսպիսի իրավիճակներ։ Ըստ որում ասեմ, որ Ադրբեջանի նկատմամբ, երբ որ ես ասում եմ հայատյաց քաղաքականություն, հայահալած քաղաքականություն, ֆաշիստական քաղաքականություն, այս բառերը իմ բառերը չեն։ Այս մասին 2022 թվականի մարտի 10-ին հատուկ բանաձև է ընդունել Եվրոպական խորհրդարանը, որը նշել է, արձանագրել է, որ հայատյացությունը, պատմական ռևիզիոնիզմը եւ հայերի նկատմամբ ատելությունը դա համակարգային եւ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ծրագրված եւ իրականացվող քաղաքականություն է։ Հիշեցնում եմ, սա Եվրոպական խորհրդարանի բանաձևն է։ Ես հայտարարում եմ եւ պնդում եմ, որ հայկական կողմը կարող է իրեն իրավունք վերապահել, չզիջել, չհանձնել, ավելի ճիշտ չհանձնել, ոչ թե զիջել, չհանձնել Բերձորը, Աղավնոն եւ Ներքին Սուսը Ադրբեջանի վերահսկողությանը։ Ինչպես։ Ես հիմա կետ առ կետ կներկայացնեմ դրանց անհրաժեշտ հիմնավորումները։ Այսպես, առաջին 2020 թվականի դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության առաջին կետը, ըստ որի կողմերի զինված ուժերը, զորքերը կանգ են առնում այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում են,
օկուպացրել են Հադրութի շրջանի, Արցախի հանրապետության Հադրութի շրջանի Հինթաղեր եւ Խծաբերդ գյուղերը, մինչ օրս գտնվում են այնտեղ եւ չեն վերադարձել ելման դիրքեր։ 1. Երկրորդ, 2022 թվականի մարտի 24-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները կոպտորեն խախտելով Երակոմ հայտարարության առաջին կետը օկուպացրել են Արցախի հանրապետության Ասկերանի շրջանի ուրեմն Փարուխ բնակավայրը, Քարագլուխ նախկին բնակավայրը, հարակից տարածքները եւ մինչ օրս դուրս չեն եկել այդ տարածքներից եւ չեն վերադարձել ելման դիրքեր։ Երրորդ, օկուպանտ Ադրբեջանը կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 8-րդ կետը, որն ասում է, որ կողմերը պետք է միմյանց վերադարձնեն միմյանց տարածքներում պահվող ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, մինչ օրս Հայաստանին հայկական կողմին չի վերադարձրել պահվող անձանց, պատանդներին եւ այլն։ Իդեպ, այս հարցի առնչությամբ բանաձև է հատուկ ընդունել Եվրոպական պարլամենտը 2021 թվականի մայիսի 19-ին, որով կոչ է արել պահանջել է Ադրբեջանին հայկական կողմին վերադարձնել իր տարածքում պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, պահվող անձանց եւ ազատազրկված անձանց։ Նկատի ունենալով այս 3 խնդիրների չլուծված լինելու հանգամանքը, հայկական կողմը լիովին իրավունք ունի չհանձնել Բերձորը, Աղավնոն եւ Ներքին Սուսը օկուպանտ Ադրբեջանին։ Առավել նպատակահարմար կլինի, եթե այս մասին բարձրաձայնի Արցախի հանրապետության նախագահը Արայիկ Հարությունյանը, որով նա փաստորեն Արցախին կփորձի դարձնել գործոն եւ կհայտարարի, որ արխը իրացնում է իր ինքնիշխան իրավունքը իր արժեվ ծառացած որոշակի խնդիրներ լուծելու նպատակով։ Այս ամենի հետ միաժամանակ ես ուզում եմ ասել նաև հետևյալը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարությամբ չնախատեսված Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս համայնքները օկուպանտ Ադրբեջանին հանձնելով հայկական կողմը ստեղծում է շատ վատ եւ ավելին վտանգավոր նախադեպ։ Որն է այդ նախադեպը։ Այդ նախադեպը հետևյալն է. այս հանձնումը հաշվի առնելով բացառված չէ, որ օկուպանտ Ադրբեջանը ապագայում եւս կարող է հավակնություններ դրսևորել, պահանջներ ներկայացնել Արցախի հանրապետության այլ բնակավայրերին տիրելու նպատակով։ Հաշվի առնելով, որ հայկական կողմը այսպես շատ հանգիստ, լոյալ, այսպես տրամադրված թողնում է այդ բնակավայրերը։ Ըստ որում առանց հաշվի առնելու Երակոմ հայտարարության մեջ այդ մասին ինչ է գրված, կամ ընդհանրապես այդ մասին որևէ բան գրված է, թե գրված չէ։ Մի շատ կարևոր փաստ եւս բերեմ, որ հայկական կողմը պարտավորություն չունի կատարելու այդ հայտարարության ուրեմն դրույթները, քանի որ դրա դրույթները հայկական կողմի Հայաստանի Հանրապետության համար պարտադիր կատարման ենթակա չեն։ Ինչու՞։ Ուրեմն միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն Երակոմ հայտարարությունը համարվում է միջազգային պայմանագիր։ Նույն փաստաթղթի, այսինքն միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն միջազգային պայմանագիրը պետք է վավերացվի պարլամենտի կողմից եւ կամ հաստատվի հանրապետության նախագահի կողմից։ Երակոմ հայտարարությունը ոչ վավերացվել է Հայաստանի Հանրապետության պարլամենտի կողմից, ոչ էլ հաստատվել է հանրապետության նախագահի կողմից։ Հետևաբար, Երակոմ հայտարարության մեջ ամրագրված դրույթների կատարման առումով Հայաստանի Հանրապետությունը որևէ պարտավորություն չունի։ Սա հստակ է։ Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնման առնչությամբ ես նաև ուզում եմ այստեղ հնչեցնել, մեջբերել, անդրադառնալ Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտեցումներին խոսքի։ Ուրեմն այս հարցի առնչությամբ 2022 թվականի հունիսի 30-ին Արցախի հանրապետության ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում եւ Արայիկ Հարությունյանին ուղղված հարցին падգամավորներից մեկը, երբ որ հարց ուղղեց Արայիկ Հարությունյանին, թե ինչ մոտեցում ունեք այս հարցի առնչությամբ, Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է հետևյալը. ես մեջբերում եմ։ Ուրեմն ինչ վերաբերում է այդ բնակավայրերի հայաթափմանը, այդ հարցը այսօր չի քննարկվել։ Հիմնականում խոսքը գնում է Աղավնո բնակավայրի մասին։ Այդ հարցը դեռ չի քննարկվել, մենք բանակցում ենք։ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք
այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել, մենք որևէ մեկի չենք ասել դուրս եկեք Բերձորից եւ այլն։ Մեջբերման ավարտը։ Սրանք Արայիկ Հարությունյանի խոսքերն են։ Ուրեմն հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ներքին Սուս, Աղավնո, Բերձոր բնակավայրերը, հայկական կողմը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը պատրաստվում են ապօրինաբար հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը, կարող ենք պնդել, որ Արցախի Հանրապետության իշխանությունների Արայիկ Հարությունյանի ջանքերը բանակցություններում հաջողությամբ չեն պսակվել։ Կոնկրետ Աղավնո բնակավայրը հայկական իրավազորության ներքո պահելու ուղղությամբ։ Նկատի առնելով, որ 2022 թվականի օգոստոսի 25-ին պետք է օկուպանտ Ադրբեջանին հանձնվի նշված բնակավայրերը, կարող ենք արձանագրել, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը երկրորդ ծանր հարվածն է հասցնում Արցախի Հանրապետությանը, Արցախի հայությանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո։ Ես ուզում եմ անդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի օգոստոսի 4-ին կառավարության նիստում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերաբերյալ արված վերին աստիճանի վտանգավոր հայտարարությանը։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքը ինչի մասին է, ես հենց այդ հատվածը մեջ կբերեմ Նիկոլ Փաշինյանի խոսքից, այնուհետև կանդրադառնամ դրա մեկնաբանությանը։ Եվ այսպես 4 օգոստոսի 2022 թվական Նիկոլ Փաշինյան մեջբերում. Եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը կարծում եմ մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Մեջբերման ավարտը։ Հայության հանդեպ, մասնավորապես Արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ծրագրված հայատյացության, հայահալած քաղաքականության, ֆաշիստական քաղաքականության իրականացման պայմաններում խոսել պաշտպանության բանակի մարտական հերթապահություն չիրականացնելու հնարավորության մասին, սա նշանակում է իրական ազատություն տալ օկուպանտ Ադրբեջանին, ցեղասպանության ենթարկել Արցախի հայությանը։ Արցախի Հանրապետությունը, որպես դեֆակտո պետություն, իրավունք ունի ունենալ զինված ուժեր, միջազգային ընդ որում փաստաթղթերով, մասնավորապես խոսքս վերաբերվում է պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի կոնվենցիային։ Այդ կոնվենցիան ընդունվել է 1933 թվականի դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետությունների կողմից, այդ թվում Միացյալ Նահանգների կողմից։ Այդ փաստաթղթի 3-րդ հոդվածում մասնավորապես համարագրված է. Մեջբերում եմ. պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից, նույնիսկ ճանաչումից առաջ պետությունը իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը։ Մեջբերման ավարտը։ Անկախ Արցախում որևէ պետության զորակազմի ներկայությունից, այդ զորախմբի թվաքանակից, որևէ մեկ այլ պետության կողմից Արցախին տրված անվտանգության երաշխիքներից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պետք է շարունակի հանդիսանալ Արցախի Հանրապետության եւ Արցախահայության անվտանգության երաշխավորը, անվտանգությունը ապահովող ուրեմն զինված ուժերը։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է եւ քննարկման առարկա որևէ պարագայում չպետք է դառնա։ Ես նաև, գիտեք, ինչպես ուրեմն դուք նշեցիք, ես մոտավորապես 10 օր եղել եմ Արցախի Հանրապետությունում։ Այո։ Շփվել եք արցախցիների հետ, զրույցներ եք ունեցել, չգիտեմ։ Հիմա շատ են նաև իրենց հարց ուղղում, որ ի վերջո հասկանալի է, թե ինչ գրակների տակ են հիմա, բայց իրենց գործելու ժամանակն է նաև, որովհետև ըստ էության այո, իրենց տները հանձնվում են իրենց իսկ իշխանության ձեռքով նաև։ Ես ուրեմն զրույցներ եմ ունեցել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի որոշ բնակչության հետ, նաև գյուղական որոշ համայնքների բնակչության հետ։ Եվ ուզում եմ իմ տպավորությունները ներկայացնել այդ զրույցներից եւ նաև մի դեպք պիտի նկարագրեմ, որը ինձ վրա թողել է շատ ծանր, այսպես ազդեցություն բացասական առումով։ Ուրեմն Արցախի Հանրապետության բնակչությունը ընդհանրապես իր իշխանությունների, մասնավորապես Արցախի Հանրապետության նախագահի Արայիկ Հարությունյանի մասին խոսում է ոչ թե
այսպես չեզոքության դիրքերից, այլ վերին աստիճանի զայրույթով, ես շատ մեղմ ձևակերպեցի, վերին աստիճանի զայրույթով։ Ես մի դեպքի եմ այնտեղ ականատեսը եղել եւ ուզում եմ շատ կարճ համառոտ ներկայացնել, որովհետեւ այդ դեպքը ես երևի թե չմոռանամ երբեք կամ այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողանում վերադարձնել մեր կորցրած տարածքները մինչև վերջին միլիմետրը։ Ուրեմն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական փողոցով, խոսքս մասնավորապես ազատամարտիկների փողոցի մասին է, քայլելիս մի օր իմ դիմացով քայլում են երկու կանայք, որոնք խոսում էին պատերազմի, այսպես ստեղծված արհավիրքի մասին։ Եվ կանանցից մեկը մյուսին ասաց բառացիորեն հետևյալը. Նիկոլը մեզ զոհաբերեց, իսկ Հայաստանի մեջքն էլ կոտրեց։ Նիկոլ Փաշինյան, այս սա է Արցախցու գնահատականը քեզ։ Հրադադարից հետո օկուպանտ Ադրբեջանի Սուլթան Իլհամը 2 տասնյակից ավելի անգամ, իսկ ցեղասպան Թուրքիայի մյուս սուլթան Ռեջեփ Էրդողանը մեկ անգամ այցելել են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես նաև Շուշի։ Քանի անգամ եք այցելել Արցախի Հանրապետություն։ Ինչու չեք այցելում Արցախի Հանրապետություն։ Ինչու չեք այցելում։ Եթե վախենում եք, ես մի օգտակար խորհուրդ կարող եմ տալ ձեզ։ Ձեր սիրած դուխով գլխարկը դրեք եւ դա ձեզ կապահովի անվտանգությամբ եւ դուք կարող եք վստահ այսպես գնալ Արցախի Հանրապետություն։ Ինչու չեք գնում։ Խոսում եք դուխից, դուք եք դուխով մարդը։ Գնացեք Արցախի Հանրապետություն։ Հարությունյան Արայիկ, առանց թիկնազորի դուրս եկեք ձեր աշխատասենյակից եւ քայլեք Ստեփանակերտի փողոցներով։ Ես առանց խոսելու ինքս եմ լսել, թե մարդիկ վերածննդի հրապարակում ուղղակի քայլում են եւ ինչ են խոսում ձեր մասին։ Ինչ են ասում ձեզ։ Դուրս եկեք եւ քայլեք Ստեփանակերտի փողոցներում։ Եթե դուք ունեք այդքան համարձակություն, եւ լսեք, մի խոսք ու զրույցի մի բռնվեք, լսեք մարդկանց, թե ինչ են խոսում ձեր մասին։ Արցախի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահը հանդիսանում է Արցախի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության, անկախության երաշխավորը։ Սա Արցախի մայր փաստաթղթով ամրագրված պահանջներն են, որոնք Հանրապետության նախագահը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է կատարել։ Հիմա հարց. Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, այս 4 սահմանադրական պահանջներից որն է կատարել պատշաճ կարգով եւ ամբողջական ծավալով, որը ըստ իս առնվազն 3 պահանջների կատարման հարցում Արայիկ Հարությունյանը կատարելապես ձախողել է։ Այդ 3 պահանջներն են. Արայիկ Հարությունյանը չի կարողացել հանդիսանալ Արցախի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը։ Իսկ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության սահմանադրական պահանջների կատարումը ձախողած հանրապետության նախագահը պետք է ներկայացնի հրաժարական։ Գիտեք, դուք ինչ էլ որ անեք հիմա, այսքանից հետո այս աղետը արհավիրքը, որ եկավ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության քաղաքացիների գլխին, դուք չեք կանալու վերականգնել, դուք ասելով այս պարագայում նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին, դուք չեք կարողանալու վերականգնել հայկական զույգ հանրապետությունների քաղաքացիների հավատը, վստահությունը, հարգանքը ձեր նկատմամբ։ Հետևաբար, դրսևորեք ողջախոհություն եւ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, հանուն Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքացիների, հանուն հայկական զույգ պետությունների վաղվա օրվա ներկայացրեք ձեր հրաժարականները։ Ես անձնական ցավ եմ ապրում, տեսնելով, որ իմ տոհմի բազում ներկայացուցիչների արյան գնով պաշտպանված, պահպանած, շենացրած մեր սիրելի Արցախը այսօր գտնվում է այս վիճակում։ Ես մեր ունկնդիրների համար ուղղակի պարզաբանման կամ հիշեցման կարգով ասեմ, որ 700 տարիներ շարունակ Արցախի Հասան Ջալալյանների իշխանական տոհմը պատասխանատվություն է կրել Արցախի դարավոր պետականության, Արցախի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության եւ արցախահայության քրիստոնեական հավատքի պահպանման համար։ Եղել է այդ ամենի երաշխավորը։
Մարդկանց հետ Արցախում շփումների արդյունքում ես կարող եմ ասել հետևյալը. միայն Արցախի մեր հայրենակիցների Արցախում ապրելու շնորհիվ է, որ Արցախից մնացած մասը մնում է հայկական։ Եթե Աստված մի առասցե Արցախի մեր հայրենակիցները որոշեն լքել իրենց բնակավայրերը դուրս գալ Արցախից, ապա Արցախի հանրապետության վարչակազմի ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում դառնալու է անիմաստ։ Եվ ուրեմն ձեր հողին ամուր կարճած սիրելի արցախցիներ, սիրելի մեր հայրենակիցներ, որքան էլ վիճակը լինի օրհասական, մի ընկճվեք, գոտեպնդվեք, դժվարին օրերին անպայմանորեն հաջորդելու են լուսավոր եւ հաղթանակներով լեցուն օրերը։ Շարունակեք դրսևորել Արցախցուն բնորոշ համառությունը։ Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանը տեսանելի ապագայում ունենալու է այնպիսի ղեկավար, ով իզորու է լինելու այսպես կոչված ադրբեջանական օկուպացիայից ազատագրելու մեր կորսված հայրենիքը, մեր կորսված հողերը եւ դեռ ավելին։ Եթե պատմությունը իրապես կրկնվելու հատկություն ունի, ինչին ես հավատում եմ, ապա կարծում եմ, որ նման առաջնորդ անպայմանորեն ի հայտ է գալու։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս շատ լավ հիշենք եւ իմանանք, ավարտվել է ճակատամարտը, պատերազմը դեռ առջևում է։ Թերևս այսքանը Բերձորի եւ այլնի առնչությամբ։ Էրդողանը օրերս հայտարարեց, որ երեք ավելի շուտ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցը ինքը բավականին բարձր է գնահատում, ունեցել են կառուցողական զրույց եւ մասնավորապես նշեց, որ Ադրբեջանի Ադրբեջանի օկուպացված հողերը վերադարձնելու գործընթացը, այս ամենը շագերտներում, ցույց է տվել, որ առանց գետնի վրա ուժեղ լինելու սեղանի վրա ձեռքբերումներ ունենալը դժվար է։ Էրդողանը հերթական անգամ կրկնել է 30 տարի հարցի չլուծված մնալու եւ միայն ադրբեջանական բանակի ճակերտներում հերոսական պայքարի շնորհիվ լուծվելու մասին իրենց թեզերը։ Մինչ այսօր Ադրբեջանի հետ սև խորհրդակցություններ անցկացնելով մի շարք քայլեր են կատարել։ Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին կարևոր տարածություն են անցել Կովկասում տեղական խաղաղության ճանապարհին։ Խնդրեմ ձեր գնահատականը։ Գիտեք, ես այս մասին առիթ ունեցել եմ հենց այս տաղավարում խոսելու, որ ուրեմն մեծ իմաստով, երբ որ խոսում ենք հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, դա մեծ իմաստով, այսպես ասեմ, այդ ամբողջը դա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին պետք է խոսել։ Այսինքն ածանցյալ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Թուրքիա հարաբերություններից։ Վերջերս էլ, եթե չեմ սխալվում, Էրդողանը, նաև նրանց արտգործնախարարը հայտարարեցին, որ ուրեմն մենք սինխրոնիզացնում ենք մեր գործողությունները, քայլերը Ադրբեջանի հետ։ Կարծեմ արտգործնախարարը, որքան իմ հիշողությունը չի դավաճանում, ուզի դա Հայաստանը, թե չուզի, քանի որ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն։ Այսինքն ինձ համար այստեղ որևէ նորություն կամ որևէ այսպես անակնկալ չկար։ Նրանք բացահայտ մեզ ասում են եւ ասել են, որ իրենց համար կարմիր գիծը դա ադրբեջանա-արցախյան հակամարտության ադրբեջանա-նպաստ լուծման դեպքում է, որ կարող են իրենք անդրադառնալ ուրեմն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սահմանի բացմանը։ Վերջերս բացահայտ ուղիղ հայտարարեցին, որ մինչև վերջնականապես չկարգավորվի հարցը, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ես վերջնականապես կարգավորելով նկատի եմ առնում, որ հետեւյալը, նրանց նպատակը հետեւյալն է։ Ընդհանրապես Թուրքիայի վերջնական նպատակը, ասեմ այսպես ձևակերպեմ, հետեւյալն է. ստանալ Հայաստանի ստորագրությունը մի փաստաթղթի տակ, որով Հայաստանը կճանաչի ամբողջությամբ Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա է նրանց վերջնանպատակը, սա է։ Այնպես որ Թուրքիայի ուրեմն ցեղասպան Թուրքիայի, ավելի ճիշտ ոչ թե Թուրքիայի, այլ ցեղասպան Թուրքիայի սուլթանի հայտարարությունները ինձ համար որևէ, այսպես ասեմ, անակնկալ չեն։ Նրանք ունեն իրենց դրված խնդիրները իրենց համար ձևակերպված եւ ճիշտ ասած մի կողմից իրենց դիրքերից հանդես գալու դեպքում ես իրենց արդարացնում եմ, այո, իրենք շարժում են իրենց նպատակի իրագործման, իրենց նպատակը դա է։ Հիմա մենք ունենք ձևակերպված նպատակ, հայկական կողմը ունի ձևակերպված նպատակ,
Ձևակերպված նպատակը, որքան ես հասկանում եմ, հետևյալն է, թե Արցախի հանրապետությունում եւ թե Հայաստանի հանրապետությունում եկեք տարածքներ տանք, միայն թե պատերազմ չլինի։ Արցախի հանրապետության նախագահը օրինակ ազգային ժողովում ասեց, եթե չեք ուզում տակ, եկեք քննարկենք, տեսնենք սրա վերջը ինչ է լինելու հետոնի, այսինքն ակնարկելով, որ պատերազմ կսկսվի եւ այլն։ Իսկ դուք կարծում եք, թե այս վիճակը, որը ես տեսել եմ օրինակ Արցախում, մարդկանց այս վիճակը ահ ու դողով, հասկանալի է, մարդիկ արդեն սովորել են ճիշտ ասած այդ, այսպես ասած, պատերազմական պայմաններում ապրել եւ այլն, բայց չի կարող այդպիսի իրավիճակը տևական շարունակվել։ Սա այն վիճակն է, որ տևական շարունակել հնարավոր չի։ Պատերազմը լինելու է, ես կրկնում եմ։ Մենք պետք է զինվենք մինչև մեր ատամները, զինվենք եւ սպասենք պատերազմին։ Դրա փոխարեն խնդրում է Արցախի բանակը, Հայաստանի բանակը չի վերականգնում։ Շնորհակալություն, պարոն Հասանջավարյան, որ Ես ևս շնորհակալ եմ։ Մեր հրավերը եւ եկաք։ Շնորհակալ եմ։ Ես ևս շնորհակալ եմ։